կտակարանի մեջ եւ անգամ Հիսուսի ժամանակ նոր կտակարանում կային քահանայապետեր եւ ցավոք սրտի քահանայապետ Կայափան էր, որ որոշեց, որ Հիսուսը պիտի խաչվի եւ կարծես թե ինքը մարգարեացավ ազգի համար մեկը զոհվի, որ ամբողջ ազգը չգորջի։ Բայց Հիսուսի քահանայապետությունը հավիտենական քահանայապետություն է։ Աստվածաշնչում մի քահանայապետական դասի ենք հանդիպում, որը կոչվում է Մելքիսեդեկի կարգի պես քահանայապետություն, եւ սա հիմնականում հանդիպում ենք եբրայեցիների թղթերի մեջ, նամակների մեջ, որտեղ որ խոսում է մի անձնավորության մասին, որը Մելքիսեդեկն էր, Սաղեմ թագավորի քահանան եւ թագավորը, եւ իր ողջ ծնունդի մասին բան կա գրած, ոչ էլ մահվան մասին կա գրված, բայց Աստվածաշունչը խոսում է Մելքիսեդեկի կարգի մասին որպես հավիտենական քահանայություն։ Այսինքն այս մարդու մենք երկնքում տեսնելու ենք եւ ընդեղ էլ ինքը լինելու է այդ քահանայական պաշտոնի մեջ։ Հիմա ես չգիտեմ ընդեղ ինքը ինչ է անելու, բայց ես կբացատրեմ քահանայության եւ քահանայապետի դերը եւ նշանակությունը թե 5 կտակարանում եւ մանավանդ նոր կտակարանում, որ ավելի բարձր է, ավելի զորությամբ ազդեցիկ է եւ ավելի շնորհով առատ է։ Նոր կտակարանի քահանայապետությունը այսպեսին է։ Հիմա նախ քահանայապետի դերն ու նշանակությունը։ Մենք տեսնում ենք, որ քահանայապետը 5 կտակարանի մեջ, որ հատուկ կանչվեց Աստծո կողմից, այս մարդը միջնորդ էր ազգի եւ Աստծո միջեւ։ Այն ժամանակ չկային միջնորդներ։ Հիմա մեր միջնորդը նոր կտակարանի քահանայապետ Հիսուս Քրիստոսն է։ 5 կտակարանի մեջ մարդիկ էին, որոնց որ Աստված կանչել էր հատուկ ազգից եւ ցեղից, հրյա ազգից եւ Ղևի ցեղից էին քահանայապետները եւ առաջի քահանայապետը Ահարոն քահանայապետն էր, Մովսեսի անդրանիկ եղբայրը, 3 տարով մեծ էր Ահարոնը Մովսեսից։ Եվ սրանք միջնորդ էին, սրանք բարեխոս էին եւ ծածկոց ու պաշտպանություն էին ամբողջ ազգի մակարդակով։ Պատկերացնում եք, մի մարդ կարար ծածկի մի ամբողջ ազգ իր զոհաբերությունով, իր բարեխոսություններով, իր Աստծո կանոններին հնազանդվելով եւ խորանի մեջ ծառայություն անելով։ Եվ դուք չեք պատկերացնի, դուք մտածում եք, ես ինչ լավ չէ, ես էլ լինեի քահանայապետ, ծածկեի իմ ազգը, բայց դուք չեք պատկերացնում քահանայապետի վտանգավոր եւ պատասխանատու ծառայությունը։ Ուրեմն 5 հատ կանոն կար, եթե քահանայապետը այս 5 կանոններից որևիցե մեկը խախտեր խորան մտնելուց, Աստված սպանելու էր նրան, հենց այդպես գրված է։ Աստծո հարվածը գալիս էր եւ այս քահանայապետը լեռնում էր։ Պատկերացնում եք կանոններից մեկը սա է, հլա տեսեք դուք կհամաձայնվեք, երբ որ քահանայապետի մոտիկ հարազատներից մեկը մեռներ, ինքը իրավունք չուներ գնալու այդ մեռելին։ Ինքը իրավունք չուներ խորանից դուրս գալու, որովհետև օծման սուրբ յուղը իր վրա է։ Կհամաձայնվեք արդյոք այս գինը վճարելու, հասկանում եք։ Քահանայապետին հարված կգար, եթե նրա փեշի վրա զանգակներ կային եւ այդ զանգակները խորանի ծառայության ամբողջ ընթացքում պիտի այդ զանգակները հնչեին։ Եթե հանկարծ զանգակները լռեին, քահանայապետը հարվածվելու էր։ Քահանայապետը կհարվածվեր, եթե երկրորդ խորանը մտնելուց խունկը ծխելուց առաջ առաջի խորանում կամ գավիթում պղնձե ավազանի մեջ չլվացվեր։ Քահանայապետը կհարվածվեր, եթե իր ներքնաշորերը հատուկ բամբակի ներքնաշորեր են, եթե դրանք հագած չլիներ կամ դրանք պատշաճ ձևով չհագներ սիրելներ։ 5 հարվածներ, որ ես նայել եմ այս օրերին, ես գիտեի որոշները, բայց որ այսքան ես 2-ը գիտեի, բայց հետո հայտնաբերեցի, որ փաստորեն 5 հատ հարված կար։ Եվ ինչքան պետք է քահանայապետը զգուշ լիներ։ Եվ որ սրբության սրբոցը տարին մի անգամ կարար մտնի քահանայապետը, հատուկ որոշվածոր էր եւ հատուկ զոհերով պիտի մտներ, ու եւ որ ինքը խունկ էր ծխում, խունկյամը պիտի ուխտի տապանակի կափարիչի երեսը խունկյամը պիտի ծածկեր։ Եթե ամպը չծածկեր, քահանայապետի վրա հարված էր գալի։ Խունկը սուրբ խունկ էր, որը խորհրդանշում էր Աստծուն մատուցվելիք երկրպագությունը եւ ծառայությունը կամ փառաբանությունը եւ օրհնությունը, եւ այդ ամպը պետք է ծածկեր տապանակի կափարիչը։ Հիմա սրանց ամենքի մեջ սիրելներ լուրջ խորություն կա, որ
ասենք խորանանք, Աստված ցույց կտա, թե ինչի համար է ինքը այս պահանջները դրել քահանայապետի վրա, եւ այստեղ մեծ պատասխանատվություն կա, բայց ես ուզում եմ, որ մենք տեղափոխվենք նոր կտակարան։ Հիսուսը կոչվեց որպես քահանայապետ եւ նոր կտակարանի քահանայապետությունը լրիվ մի ուրիշ մակարդակ է։ Տեսեք, Հիսուսը իր երկրային կյանքի մեջ այնպիսի աշճանի խոնարեցրեց իր անձը, շատ մարդիկ մտածում են, որ ինքը ասովորթի էր, Աստված նրան բարձրացրեց, ոչ, նա այնպիսի գին վճարեց, որ նույնիսկ եթե ես սխալ չասեմ, ես կասեմ, նույնիսկ Աստված չէր սպասում, որ Հիսուսը աշճան կխոնարհվի։ Ասում եմ, նա այնպես իր անձը խոնարեցրեց, ստրուկի նման, ծառայի նման, այնքան ուժեղ խոնարեցրեց իր անձը, որ Աստված էլ նրան խիստ բարձրացրեց, բոլոր անուններից, տերություններից եւ թագավորություններից վեր դրեց։ Եթե Հիսուսը չխոնարեցներ իր անձը սիրելներ, Աստված նրան չէր կարող բարձրացնել։ Եվ ես ուզում եմ կարդամ Եբրայեցիների 5-րդ գլխից, որ քահանայապետությունը Աստծո կողմից հատուկ կոչված եւ ընտրված մարդիկ պիտի լինեն։ Եվ ոչ ոք այս պատիվը ինքն իրենից չի վերցնում, այլ նա, ով կանչված է Աստծուց, ինչպես Սահարում է։ Նույնպես էլ Քրիստոսը իր անձը չփառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, այսինքն Աստված, ով ասեց նրան, դու իմ որդիս ես, ես այսօր ծնեցի քեզ, ինչպես միայն տեղում էլ ասում է, դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։ Ինչպես ասացի, Մելքիսեդեկը 5 տակարանում քահանա էր, առանց ազգահամարի, առանց կյանքի սկզբի եւ կյանքի վաղճանի, ովքեր որ հիշում են Մելքիսեդեկը Սաղեմի թագավորը դիմավորեց Աբրահամին, այն մարդուն, որ Աստծուց խոստումներ էր առած եւ ուխտ ուներ Աստծո հետ, բայց Մելքիսեդեկը օրհնեց Աբրահամին։ Այնքան էր մեծ Մելքիսեդեկը Աբրահամից, որ օրհնեց Աբրահամին։ Եվ Աստվածաշունչը սրանով մեզ, գիտեք ինչա, մեր աչքերը ինչի վրա է բացում։ Եթե երկրային մարդակերպ Մելքիսեդեկը, որը մարդ էր, ծնվել էր մարդուց, եւ նա այդքան մեծ էր իր քահանայապետական կոչումով, որ օրհնեց մեկին, որ կանչված էր Աստծուց, որի սերունդից ծնվեց Հիսուս Քրիստոս, ասում է, եթե նա այդքան մեծ էր, ապա այն մարդը, որը երկնքից իջավ եւ եթե երկրավոր քահանայապետերը գառնուկների, այծերի եւ անասունների զոհերով էին արդարացնում, ծածկում իրանց եւ իրանց իշխանության տակ եղող մարդկանց, Հիսուսը անձամբ ինքը զոհվեց եւ արյուն թափեց սիրելիներ։ Պատկերացնում ես, որ նա որ դարձավ մեր քահանայապետը, նա այնպիսի տառապանքներով, խոնարհություններով, այնպիսի ցավերով անցկացավ, որ նույն Եբրայեցիների 5-րդ գլխում գրված է։ Իր մարմնի օրերում շատերը մտածում են Հիսուս Աստծո որդին սենց առողջ, փառող կարգերով, ինչ ուզում անում էր, ծովն էր բացում, բայց Սուրբ Գիրքը մեզ վառ պատկեր է տալիս սիրելիներ, որ Հիսուսը իր մարմնի օրերում սաստիկ գոչումով եւ աղաղակով ու արցունքով աղոտ եւ աղաչանք արավ նրան, որ կարող էր իրան փրկել մահվանից եւ փրկվեց իր բարեպաշտության պատճառով։ Այսպիսի քահանայապետ էր մեզ պետք, որպեսզի վճարի մեր համար, սիրելով մեզ վճարի մեր համար եւ հետո դառնա մեր բարեխոսը ու գիտեք որտեղ, ոչ թե երկրային խորանի մեջ, որտեղ տարին մի անգամ են մտնում, այլ երկնքում Հայր Աստծո աթոռի աջ կողմը նստած ամեն վայրկյան բարեխոսում է իր բոլոր զավակների համար։ Ես մեկ մտածում եմ, դե ասենք Աստծո հիշողության մակարդակը անսահման է։ Ինքը իր բոլոր զավակների անունները գիտի, մենակ անունները չի, գլխի մազերն են հաշված գիտի։ Անունը չի չա, գլխի մազերն են, այդքան խորը տեղյակ Աստված ինձանից ու քեզանից եւ Հայր Աստծո գահի մոտ, եւ որ մենք կարիք ենք ունենում, որպեսզի մենք զորանանք եւ որ մենք տկար ենք լինում եւ որ մենք ընկճված կամ հուսահատ կամ անկման մեջ ենք լինում, նա բարեխոսում է, ասում է պապ հրեշտակներ ուղարկի։ Պապների իրան, ես գին եմ վճարել։ Ես հիշում եմ Կանադայից մի եղբայր էր եկել ու ինքը վկայում էր իր դարձի մասին, ասում է,
Ես դարձ ապրեցի եւ այդ գիշերը ասում եմ ես երազ եմ տեսնում մի մեծ դատարանի սրահ ես նստած եմ մեղադրյալի աթոռին եւ իմ վրա մահապատժի հոդված կար իսկ դատավորի աթոռին նստած էր Հայր Աստված եւ ասում եմ Հայր Աստված ասում եմ իր չափուչով չկացրեց եւ ասավ Արտոն պիտի մեռնի իր մեղքերի համար պիտի սպանվի իր մեղքերի համար հանկարծ ասում եմ դահլիճի դիմացի դուռը բացվեց եւ սպիտակ լուսափայր հանդերձներով մեկը մտավ դահլիճ եկավ կանգնեց իմ կողքին ձեռը դրեց իմ ուսերին եւ ասավ Հայր ես Արտոյի համար գին եմ վճարել մերիր իրան եւ ասում եմ Հայր Աստված իր վճիռը փոխեց եւ ինձ հավիտենական կյանք պարգևեց տեսեք սիրելիներ այսպիսին է մեր քահանայապետը որ բարեխոս է ոչ միայն մեր տկարությունների ժամանակ այլ մեզ քաջալերով քահանայապետ բարեխոս է նաև մեր զորավոր ժամանակ նա բարեխոսում է նաև մեր զորավոր ժամանակ ձեզ չթվա թե մենք զորավոր ժամանակ բարեխոսության կարիք չունենք ինչ անա բարեխոսում որովհետև նա միշտ զորության փառքի մեջ է եւ նա գիտեր որ զորության եւ փառքի մեջ ինչ տեսակ գայթակղություններ կգա եւ որ նա 40 օր ծոմի մեջ էր սատանան նրան կանգնացրեց փորձության առաջ որ Աստծուն փորձի եւ որ նա փառքի մեջ էր սատանան նրան տարավ մի փառքի մեջ եւ ասավ այս բոլորը քեզ կտամ միայն թե ինձ երկրպագի եւ Հիսուսը բոլոր փորձությունները թե տկարության ու մեղքի գայթակղությունների մարդկային էության հետ կատարվող բոլոր փորձությունները անցկացավ եւ հպարտության գայթակղության գիտեք ինչ փորձություններ էր որ Հիսուսը ճեղքեց այն փորձությունները որ Եդեմի պարտեզում Ադամը պատվեց իրեններ աչքերի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի անբարտահանությունը կամ հպարտությունը։ Եսի այս երեք տեղերը Ադամը եւ Եվան պատվեցին, բայց այս երեք տեղերը Հիսուսը անապատի մեջ հաղթեց իրեններ եւ իր ամբողջ կյանքի ընթացքում հաղթեց եւ որ սատանան իրան փորձում էր եւ որ մարդիկ ուզում էին իրան փառավորեն ինքը ասում էր Հայր Աստծով եմ ես անում Եվ որ մարդիկ ուզում են իրան խաչի վրայից սատանայի միջոցով իջացնեն, որտեղ որ դու տենց զորավոր ես խաչից իջի ու մենք կտեսնենք քո փառքը։ Նա այդ դառնության լեղի այդ ջուրը խմեց մինչև վերջի կաթիլը։ Եվ որ քացախ էր խառնված, գիտեք դուք այս պատմությունը չգիտեք սիրելիներ։ Խաչի մահը դաժան մահը, անտանելի տանջանքներ է սկսում, 6 ժամ արյունակամություն եւ մարդու բջիջները սկսում են կռվել։ Դու պատկերացնում միլիարդավոր բջիջներ պատերազմի են դուրս գալի վերդեն։ Մարդու ֆիզիկական, հոգեվոր եւ էմոցիոնալ դաշտի մեջ աննկարագրելի ցնցումներ է սկսում։ Եվ գիտեք ինչ էին որոշել հռոմայացիները, քացախ էին տալի, որպեսզի ցավազրկեին։ Դուք հիշում եք ավետարաններից մեկում գրված է, եւ որ Հիսուսը քացախի համը առավ չուզեց խմել։ Նա չուզեց որ ցավազրկեն իրան։ Նա միջև վերջ թույլ տվեց, որ Աստծո կրակը մաշեցնի իրան։ Նա միջև վերջի բջիջը գին վճարեց։ Ու եւ որ Հայր Աստված թողեց նրան, նրա սիրտը պայթեց։ Նրա սիրտը պայթեց եւ այդ ժամանակ է որ Հիսուսը ասավ Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Ամենամեծ ծանր դաժանությունը Հիսուսի համար դա Հայր Աստծո իրան թողնելն է։ Դա փշեպսակը չէ, դա մեղերը չէ, դա մարդկանց ծաղրանքը չէ, դա իր աշակերտների ուրանալը եւ փախչելը չէ, սիրելներ, դա Հայր Աստծո թողնելն է։ Այդ գավաթն է, որ Հիսուսն ասում է, Տեր, թող ես չխմեմ, բայց թող քո կամքը լինի։ Եվ այսպիսին է մեր քահանայապետը, եւ նա խմեց հանուն ինձ ու քեզ։ Նա խմեց հանուն ամեն ազգում եղող փրկված մարդու համար սիրելներ։ Նա խմեց մարդկային մեղքերի բոլոր տեսակները։ Նա խմեց այդ դառը գավաթը։ Նա պառկեց զոհասեղանին ամենայն կատարյալ խոնարհությամբ եւ հնազանդությամբ եւ սա էլ պատճառ դարձավ որպեսզի Աստված նրան շատ բարձրացնի եւ նա կոչվեց նոր կտակարանի մեծ քահանայապետ։ Նա մեր մեծ քահանայապետն է նստած Հայր Աստծո գահի աջ կողմը բարեխոսելու մեծ համար եւ նաեւ մեր զորավոր ժամանակ, որպեսզի Հայր Աստված մեզ իմաստություն տա եւ պաշտպանի, որպեսզի մենք չունենք հպարտության գայթակղության մեջ սիրելներ։ Ամեն ժամանակ նա գիտի պահը եւ ես ուզում եմ կարդամ Երևակայի իմ սիրած տեղերից մեկն է։
Եբրայեցիների նամակում ես մի քանի շատ սիրած համարներ ունեմ եւ սրանցից մեկը Եբրայեցիների 4-րդ գլխի 14-ից 16 համարներն է հավատացեք մի քանի տարի ամիսներ շարունակ Սուրբ Հոգին անընդհատ այս համարներով ինձ քաջալերել է այս համարներով ինձ հանել է դատապարտությունից այս համարներով ինձ հանել է ինքնադատապարտությունից այս համարներով ինձ հանել է հուսահատությունից կատարյալ մեղքի մեջ ընկած վիճակներից ու ես կարդում եմ Եբրայեցիների 4:14-16 Ուրեմն ունենալով մի մեծ քահանայապետ, որ անցավ երկինքներով Հիսուսին Աստծո որդուն, ամուր բռնենք մեր դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա կարեկից լինել մեր տկարություններին, այլ ինքը փորձված է ամեն բանով մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք պետք եղած ժամանակին մեզ օգնելու։ Եվ ես հատիկ առ հատիկ այս 3 համարի մեջ այնքան ուժեղ հիմքեր է տալի Աստված, որ ինչպիսի հարաբերություն կարող ենք ես ու դու զարգացնել անձամբ Հիսուս Քրիստոս քահանայապետի հետ սիրելիներ։ Տեսեք, Փրկիչը փրկեց մեզ, էլի Հիսուսն էր։ Փրկիչը ուղարկեց Սուրբ Հոգին, էլի Հիսուսն էր, բայց Փրկիչը դրանով չավարտեց իր ծառայությունը, Հիսուսի ծառայությունը չի ավարտված։ Հիսուսի ծառայությունը շարունակվում է Հայր Աստծո աջ կողմը որպես բարեխոս, եւ որ նա փրկեց, եւ որ նա Սուրբ Հոգով լցվեց, եւ որ նա մեզ տարավ Կարմիր ծովի ջրի մկրտության մեջ, եւ որ տարավ անապատից հասցրեց Քանան, երկնային իրականություն, նա շարունակում է լինել իմ ու քո բարեխոսը։ Եվ ինչպես է Աստված ասում, այդ բարեխոսի հետ ինչպես վերաբերվենք այդ մեծ քահանայապետի հետ, առաջի բառը ամուր բռնի քո քահանայապետի այդ դիրքը։ Ինչպես ես դու պատկերացնում ամուր բռնելը։ Ամուր բռնելը ես մենակ Հակոբի հրեշտակի բռնելն եմ ձեր պատկերացնում։ Այն կարգի էր հրեշտակին բռնել, հրեշտակը խնդրվում էր, ասում էր, բաց թող այդ տղա, ես իմ գնալու ժամն է։ Հակոբ ասում էր, չէ, բաց չեմ թողելու։ Ես ասում եմ, բաց թող այդ տղա, իմ գնալու ժամն է։ Չէ, բաց չէ։ Դե լավ, ասա, ինչ ես ուզում, որ ուզածը տանեմ, նոր գնամ։ Հասկանում եք։ Հակոբը այն կարգի էր բռնել հրեշտակին, եւ հրեշտակից մի բան մենակ խնդրեց։ Ինքը արդեն նախապես օրհնությունը գողացել էր եղբայրը, չէր գողացել, խաբելով մտածեց ստանա, բայց չէր ստացել, որովհետև եթե ստացած լիներ, էլ ինչու էր հրեշտակին բռնել, չէր ստացել։ Որովհետև հասկացավ, որ իր արածը տասնապատիկ իր աներոջ կողմից ինքը հնձեց, բայց հետո հրեշտակին ասավ, օրհնիր ինձ։ Հրեշտակը խոստովանությունից հետո օրհնեց Հակոբին։ Այ ամուր բռնել, ես մենակ այդ տարբերակն եմ պատկերացնում։ Եթե դու կարող ես քո քահանայապետ, քո մեծ քահանայապետ Հիսուս Քրիստոսի այդպես ամուր բռնես, ապա ասեմ քեզ, դու անպարտելի մեկը կդառնաս։ Դու կդառնաս յուրահատուկ մեկը, սովորի ամուր բռնել։ Մի ինքդ քեզ երբեք դատապարտի, երբ որ անգամ մեղանչել ես, երբ որ անգամ նահանջել ես, երբ որ հուսահատված ես, երբ որ քեզ լրիվ անտեր ես զգում, մտածում ես, որ Աստված միլիոնավոր կիլոմետրեր հեռու է։ Մի այդպեսի մտքերին տեղ մի տա, մի դատապարտի ինքդ քեզ, Աստծո խոսքն ասում է ամուր բռնի, եւ որ մենք ամուր ենք բռնած մի բանից, մենք զգում ենք դա։ Երկրորդ ամուր բռնելու պատկերը ինձ հիացրել է թագավորած գրքի մեջ մի մարդ, մի զորավոր մարդ, որը հարձակվեց թշնամու վրա ու իր թուրը նենց էր բռնել, որ պատերազմի մեջ հաղթելուց հետո ձեռը կպել էր թրի, չէին կարող թուրը ձեռից հանել։ Այս երկրորդ դասական պատկերը, այս երկու ամուր բռնելը ես մենակ կարամ համարեմ ամուր բռնել սիրելիներ։ Պատկերացնում եք մարդը քանի ժամ մարտի մեջ թրով կործանում է թշնամիներին, հետո պատերազմը բռնում է թուրը վեր գծի վերջին կլեի նման կպել է։ Այն կարգի է սխմել է թրին, որ թուրը կպել էր ձեռին։ Հետո մի քանի ժամ հետո նոր չգիտեմ մասաժներ արին, ինչ արին, ում կանչեցին, մի քանի ժամ հետո նոր թուրը բաց թողեց այս մարդը։
Այսինքն չէր կարող բացի մատները։ Այս սա է ամուր բռնելը, սիրելիներ, ամուր բռնեց Հակոբի հրեշտակի ամուր բռնելու նման եւ ամուր բռնեց Աստծո խոսքը ինձ է, որ ձուլվի դառնա քո մի մասը, որ այդ թրով քնես, այդ թրով վեր կենաս, այդ թրով քայլես։ Այսպիսի ամուր բռնելն եմ ես համարում ամուր բռնված։ Երկրորդ բանը Սուրբ Գիրքը ասում է, այս համարի մեջ մեր քահանայապետը փորձված է բոլոր փորձություններով, բոլոր տեսակի գայթակղություններով, ինքը գիտի մեր բոլոր մտքի ոլորտները, ինքը գիտի մեր բոլոր էմոցիաների, վերքերի խորությունները, մեր գենետիկա, ինքը ամեն մի գենի բջիջը գիտի։ Եվ ինքը գիտի ինչպիսի դեղ ու դարման կարա անի ինձ ու քեզ։ Ինքը գիտի ինչպիսի խոսք կարա ուղարկի եւ ում կարա ուղարկի եւ ինչ անի, որպեսզի ինձ ու քեզ ազատագրի այդ վիճակից։ Մեր քահանայապետը փորձված քահանայապետ է։ Երրորդ բանը կարեկից բոլոր տկարությունների։ Ասա կարեկից։ Կարիքին կից։ Սուրբ Գիրքը ասում է կարիքին կից։ Այսինքն ես ունեմ կարիք, այսօր Հովհաննես ասում է, որ աղոթը մեր չէ, ես ունեմ կարիք ու Հիսուս ասում է ես դրա կից եմ։ Քո կարիքը էմոցիոնալ է, քո կարիքը մտային է, քո կարիքը ֆիզիկական է, քո կարիքը բարոյահոգեբանական է, Տերը ասում է ես կարեկից քահանայապետ եմ։ Չարժի ես ձերի քահանայապետին պատիվ տալ, ապավինել, հույս դնել եւ նա ասում է ես ինձ հուսացողներին ինչ չեմ անի, ամոթով չեմ անի։ Փաստորեն եթե հույսներս դրել ենք, իհարկե սա չի նշանակում անպատասխանատու կյանք ապրել, հույսը դնել Աստծո վրա, ասենց բան չանենք։ Մենք պատասխանատու կյանք ենք ապրում եւ շարունակում ենք մեր հույսը դնել Հիսուսի վրա եւ նա ասում է դու ամոթով չես լինի։ Դու ամոթով չես լինի որպես հայ, որպես մայր, որպես քույր, որպես եղբայր, որպես տղա, որպես աղջիկ, որպես ծնող, որպես առաջնորդ, ծառայող, հովիվ, դու ամոթով չես մնալու։ Ամուր բռնի եւ իմացի, որ քո քահանայապետը կարեկից է քո տկարություններին։ Կարեկից է։ Երկու կետ մնաց ու ես ավարտում եմ։ Այս ամենայն սիրածն է ու Տերը ես որ ասեմ հազարավոր էլ երևի սուրբ չեմ ասի, բայց հարյուրավոր հաստատ կարամ ասեմ, հարյուրավոր անգամներ Սուրբ Հոգին այս խոսքով ինձ օգնել է։ Մի սեզոն կար, մի քանի տարի, Երևակայի օրը 2-3 անգամ անընդհատ այս խոսքերը իմ մտքին էր գալի։ Համարձակությունով մոտեցի շնորհքի աթոռին։ Եվ որ ես մեղանչում եմ, եւ որ երիտասարդ է, եւ որ դեռ չէի ամուսնացած, լիքը պայքարներ ունեի, նոր էի ապաշխարել, ապականված աշխարհից դարձել էի Տիրոջը, լիքը պայքարներ կար իմ մտքերի, էմոցիաների մեջ, ու անընդհատ ես ընկճվում էի, ես ինքս ինձ դատապարտում էի, մեղադրում էի, հուսահատվում էի, բայց այս խոսքերը ինձ զորացնում էին։ Ես ինձ դատապարտում էի, ասում էի, լավ, այս էլ 1000 որերորդ անգամ ես մեղանչում եմ, ես ոնց մոտենամ, Տերն ասում էր համարձակության մոտեցի։ Ես ինձ դատապարտում եմ, ասում եմ, ես արժանի չեմ, Տերն ասում է, ես քեզ արժանի եմ դարձել։ Ես ինձ դատապարտում եմ, ասում եմ, դեռ իմ մեղքերը կենդանի են իմ մեջ, Տերն ասում է, դու քեզ մեղքի մեռած համարի, որովհետև ես այդ ձև եմ համարում։ Սա է սիրելիներ մեր քահանայապետի քահանայապետական ճշմարտությունը, եւ նա շատ ամուր է գոտեգորված իմ ու քո համար։ Ես քահանայապետի հանդերձներից չխոսացի կարճ ասեմ, քահանայապետի հանդերձանքի մեջ մի ընդհանրապես բոլոր հանդերձանքը փառավոր է ոսկուց, բանից, հատուկ ոսկե թելերից, մանուշակագույն գործվածքներով, նկարազարդ քերովբեներով, սերովբեներով, քահանայապետի երկու ուսերին, Իսրայելի 6 ցեղը մյուսին, ադամանդե հատուկ թանկարժեք քարերի վրա փորագրված է, ուղղակի գրած չէ, քսերոտ սարած չէ, փորագրված է եւ քահանայապետի ուսերին է, եւ 12 անունները նաեւ սրտի վրայի քարերի վրա է փորագրված։ Պատկերացնում եք, համիր ուսերին է գրում, համիր սրտին մոտիկ է։ Ես ու դու նոր կտակարանի քահանայապետի ոչ թե դոշին ենք, սրտի մեջ ենք։ Նոր կտակարանում Աստված ասում է, դուք իմ սրտի կտորներն եք։ Այսպես է Աստված սիրել մեզ, սիրելիներ, մենք նրա սրտի կտորներն ենք։
Չէ, ինչքան հաճելի է եւ մարդիկ մեզ ասում են, «Էսին սրտի կտոր մարդ է», չէ, այսինքն էսին հաճելի սիրելի մարդ է սիրելներ, եւ Աստված մեզ այդ ձև է վերաբերում։ Եվ Աստված ասում է համարձակ մոտեցիր շնորհքի աթոռին։ Այդ աթոռը, որին որ ես ու դու մոտենում ենք սիրելներ, դատաստանի աթոռ չի, շնորհքի աթոռ է։ Այնտեղից ամեն վարքյան սեր է բխում, այնտեղից ամեն վարքյան մխիթարություն է բխում, այնտեղից ամեն վարքյան հույս է բխում, այդ աթոռից ամեն վարքյան Աստծո խրատներն են բխում։ Իմ սիրածը սա է, Աստված սիրում է, դրա համար է խրատում։ Ես Աստծուն միշտ ասում եմ, առաջի տեղում միշտ քո խրատը լինի, հետո նոր քո օգնությունները։ Ես սիրում եմ քո խրատները, բայց առաջ վախենում էի, կոտրվում էի։ Աստված ինձ նաև այս բանի մեջ վարժեցրեց։ Մի կոտրվի եւ մի վախենա։ Հայր Աստծո խրատները նրա համար են, որ քեզ դարձնեն իր նման։ Սրա համար ասիրել է, եւ այդ գահից անընդհատ այդ խրատները բխում է, նա ոչ թե խրատում է մեզ դատելու կամ մեզ չսիրելուց, ոչ, նա շատ է սիրում, դրա համար էլ մեզ խրատում է, դրա համար ինչքան բաց լինենք խրատի առաջ, այնքան արագ կլինի մեր փոփոխությունը, եւ Աստված ասում է համարձակ մոտեցի այդ աթոռին, որ շնորհքի աթոռ է, եւ ամենավերջի կետը, ողորմություն եւ օգնություն ստանալու համար, եւ որ դրա անհրաժեշտությունը կա, ողորմություն եւ օգնություն ստանալու համար։ Հիմա ես ուզում եմ մի կարճ բան ուղղակի ձեր պատկերացման մեջ այս կարևոր հիմքը դնել։ Ինչ է ողորմություն եւ ինչ է օգնություն։ Արդյոք սրանք նույն բաները չեն։ Ինչու է Աստվածաշունչը շատ ժամանակ բառային, կարծես թե նույն հոմանիշներն է, բայց բառային տարբերություն ա դնում։ Ողորմություն եւ օգնություն, եւ որ անհրաժեշտ է քեզ, եւ որ պետք է քեզ։ Ողորմությունը գիտեք որն է։ Մարդը, որ մեզանից ողորմություն է խնդրում, նրա ակնկալիքը խոսքի ասենք 5 լարին է, բայց մենք 10 լարի ենք տալի, իսկ Աստված 1000 լարի է տալի։ Սա ողորմությունն է։ Դու ընդհանրապես քեզ արժանի չես համարում նույնիսկ մի լարու ողորմության, որ Տեր Աստված ների քեզ, որ բարձրացնի քեզ, որ հույսով ես, ընդհանրապես դու քեզ արժանի չես համարում, ասում ես Տեր, ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ, Պետրոսի պես։ Բայց Աստված ասում է, դու սկի մեկը չես ակնկալում, բայց ես քեզ 1000 եմ տալի, որովհետև ես սիրում եմ քեզ։ Այսպիսին է իմ ու քո քահանապետը։ Եվ օգնությունը ուղղակի դու ինչ որ մի վիճակի մեջ ես իմաստության կարիք ունես, իմաստությունը ինքը տալիս է, որովհետև դու խնդրում ես։ Դու կարիք ունես վազելու, ինքը գալիս է, բռնում է քո ձեռքից եւ քեզ սովորեցնում է վազել։ Աստծո օգնությունները սիրելիներ բազմազան են, յուրահատուկ են։ Եվ ես մի տեսիք հետ պատմեմ, որ մոտավորապես 97 կամ 98 թվին եմ տեսել, այս տեսիք այնքան տպավորիչ էր, այնքան մեծ էր, ու այնքան իր մեջ հզոր հայտնություն կար, որ ես մինչև հիմա հիշում եմ։ Մենք ամեն երեկո աղոթում էինք, մի թաղամասում էինք ապրում Ալավերդի քաղաքում, ամեն երեկո 40-45 րոպե լեզուներով աղոթում էինք, ու մեր որոշումը ոչ թե ժամ էինք պահում, մենք որոշել էինք, ծնկի վրա բնում էինք այնքան մինչև Աստծո ներկայությունը գա։ Աստծո ներկայությունը գալիս է կամ 40-րդ կամ 45-րդ րոպե։ Դա որ ասեն 2 տարի ամեն երեկո հավատացեք, դա ճշմարտություն կասեն։ Ու Աստված գալիս է, ու հանկարծ մի օր այնքան հզոր ձևի Աստծո ներկայությունը եկավ, որ ես իմ ապականության խորխորատները տեսնելով, ասի Տեր, ես մեղքերով լիքը մարդ եմ, ինձանից հեռու գնա, լուրջ եմ ասում, ես Պետրոսի նման այս բանն ասել եմ։ Իրոք ներկայության այդ սրբությունն այնքան ուժեղ էր, Եսային ասավ, ես պղծաշուռ մարդ եմ, ես ոնց պիտի կանգնեմ ամենակարող, ես ասի Տեր, ես մեղքերով լիքը մարդ եմ, ինձանից հեռու գնա, ու հանկարծ մի մեծ տեսիք, երկնքում այդ մեծ էկրանը բացվեց, ես որ ասեմ 100-ը 200-ի վրա սուրճ չեմ խոսա, այդքան մի մեծ էկրան բացվեց, ես տեսնում եմ ծովը, տեսնում եմ նավի մեջ Հիսուսը կանգնած, տեսնում եմ ինձ, որ գոռում եմ, ասում եմ Տեր, ինձանից մի կողմ գնա, կներեք, Պետրոսին էի տեսնում, Պետրոս ասում էր Հիսուսի այդ փառքը տեսնելով, ասավ Տեր, ինձանից մի կողմ գնա, ես մեղքերով մարդ եմ, Պետրոսին ինչ ասավ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու մարդկանց որսորդ պիտի դառնաս։ Պետրոսն ասում է, ես արժանիք չունեմ քեզ մոտենալու, Հիսուսն ասում է, ես քեզ մարդկանց որսորդ պիտի սարքեմ։ Մեկ էլ հանկարծ
այդ տեսիլքից, այդ էկրանից մի մեծ կաթիլ փոկվեց, ուղիղ ընկավ ուղեղից մեջ։ Մի մեծ կաթիլ։ Այդ կաթիլը եւ ջրի կաթիլի նման էր, եւ մեղրի կաթիլի նման էր։ Ես մեր այդ կացոցքի թաղամասի անունն էր։ Ծնկի վրա Տանյայի հետ սովորական աղոթք ենք անում, ու այդ տեսիլքից այդ կաթիլը կաթեց ընկավ ուղեղից մեջ։ Եվ այդ կաթիլի մեջ Աստծո խոսք կար։ Եվ այդ խոսքը հետևյալն էր. Այս գործը քո կյանքում ես եմ սկսել, ես եմ ավարտի կհասցնեմ։ Սիրելիս, դու այսօր եկեղեցում ես տարբեր էմոցիաներով, տարբեր իրավիճակներով, եւ դու կարող ես միտեղ կա քեզանից գոհ ես, միտեղ կա քեզանից շատ դժգոհ ես, բայց Աստված ասում է՝ մի վախենա, դու որ ստեղ ես ես եմ սկսել քո կյանքի մեջ։ Ու ինքն էլ ավարտին կհասցնի։ Եվ Տիրոջ մոտը ստացվեց, ավարտին հասցրեց։ Ես հասա մի հոգևոր բարձունքի, որտեղ որ այլևս ես չէի վախենում ոչ մեղքից, ոչ դատապարտությունից, ոչ սատանայից, ոչ այս աշխարհի զորություններից։ Աստծո մոտը ստացվում է ամուր բռնի։ Հիշիր այդ ամուր բռնելու երկու պատմությունները՝ Հակոբի հրեշտակի ամուր բռնելը եւ այդ զորավոր մարդի թրի ամուր բռնելը։ Այ այդպես ամուր բռնի։ Ես ու դու այսպիսի մեծ քահանայապետ ունենք, որ ինքը ասում է՝ ես սկսել եմ, ես էլ ավարտին կհասցնեմ, ամուր բռնի։ Կանգնենք աղոթքի։